Ամերիկյան բանկը 339 միլիոն դոլար վարկ կտա ադրբեջանական ավիաընկերությանը, որի հիմնական գործառույթը զենք փոխադրելն է Իսրայելից Ադրբեջան։ Մեկ շաբաթում Թուրքիայի արտգործնախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպում են երկրորդ անգամ։ Առաջին հանդիպումից հետո պետքարտուղար Ռուբիոն Ֆիդանին դիմավորել է ջերմ գրկախառնությամբ։ Ինչ կարող է սա նշանակել Էրդողանի եւ նրա դեմ ցույցերի դուրս եկած քեմալականների համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործակցության համար։ Սա նշանակում է Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Գյումրիի քաղաքապետը չի լինի Նիկոլ Փաշինյանի թեկնածուն 5 օր լռելուց հետո Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է արել։ Նա անհրաժեշտ ձայները կտա Վարդան Ղուկասյանին։ Ինչ է սա փոխելու ներքաղաքական դաշտում Հայաստանում։ Երևանի տաղավարում մեզ կմիանա Սերգեյ Մելքոնյանը, Մոսկվայում Դմիտրի Ժուրավլյովը եւ Լոս Անջելեսում Հայկ Տեր-Ներսիսյանը։ Alpha News-ի լրատվական ուղիղ եթերը երեկոյան 9-ին է։ Միացեք։